ահա ծիրանա փողը, որից պատրաստում է դուդուկ, շվի, զուռնա, բլուլ եւ այլ ժողովրդական գործիք։ 2008 թվականից ես հանդիսանում եմ ժողովրդական վարպետ, ժողովրդական փողային գործիքների մասնագետ։ Վայ բառը մոռացամ անգլերեն։ Հայերեն մասնագետ, անգլերեն բան։ Ես էքսպերտ եմ, մասնագետ։ Անգլերեն էքսպերտ, հայերեն վարպետ։ Սկսել եմ իմ գործունեությունը 1991 թվականից։ Սկսել եմ պատրաստել շվիներ, եղեգի շվիներ, մանկական շվիներ, սուվենիր։ Հետագայում, երբ որ սկսվեց մեր վերնիսաժի գործունեությունը, այնտեղ արդեն տուրիստների առկայությունը թույլ տվեց, որ մենք ունենանք նաև ծիրանի փայտից պատրաստված գործիքներ, այնպիսիք են դուդուկները, շվիները, զուռնաները, բլուլները եւ այլ ժողովրդական գործիքներ։ Աշխատանքը մենք սկսեցինք եղբորս հետ, պատճառը հանդիսացավ մեր ծիրանենու ծառը 100 տարեկանից ավել, որի բունը փթած էր արդեն, իսկ վերևի ճյուղը, որ բարձր 5-6 մետր բարձրություն ուներ, լրիվ առողջ էր եւ ձեռքս չգնաց, որ այդ ծառի փայտը վառարանում վառենք, ես դիմեցի եղբորս հայրապետին, մեծ եղբորս, որ ես կարող եմ պատրաստել այդ ծիրանի փայտից գործիքներ, ինքը ասեց փորձի եւ 1991 թվականից այդպես կամաց իհարկե այն ժամանակ չկար հոսանք, չկար էլեկտրականություն, ձեռքով աշխատելով, ձեռքի աշխատանքով մենք հասանք այսօրվա մակարդակին, որ ունենք պրոֆեսիոնալ բարձր մակարդակի գործիքներ, որոնք կարելի է օգտագործել բեմերից նվագելու համար, հարսանիքների, կնունքների, ծնունդների եւ այլն։ Մեր գործի առանձնահատկությունը նրանում է, որ մենք պատրաստում ենք հենց ժողովրդական, սիրված, ընդունված գործիք դուդուկը։ Կան գործիքներ, որոնք ասենք պատրաստում են մեր երաժիշտ վարպետները բեմից ելույթ ունենալու համար, դրանք բեմական գործիքներ են, որը պետք է լինի շատ ճիշտ, գեղեցիկ ձայնով եւ ճիշտ արտաբերի տվյալ ստեղծագործության էությունը, իսկ մեր պատրաստած գործիքները կարելի է օգտագործել եւ բեմում, եւ տնական, եւ ազգային նվագների համար։ Դուդուկը հենց ինքը արտահայտում է հոգու էությունը տվյալ պահին։ Մարդը ուրախ է, դուդուկը կուրախացնի, մարդը տխուր է, դուդուկը կուրախացնի։ Դա հոգևոր աշխարհի հետ կապված ձայներ են, որոնք կարծես թե տպված են մարդու մեջ։ Դա ոչ միայն հայ ժողովրդին է վերաբերում, դա կարող է լսել աֆրիկացին, որ երբևէ ցե դուդուկ չի տեսել եւ շատ հուզվի դրանից։ Դա կարող է ընկալել եւ Ճապոնիայում, եւ Չինաստանում, եւ Ամերիկայում, ամենը, որտեղ մարդը ինքը հոգևոր էակ է։ Իսկ դուդուկը հոգևորը բացահայտում է։ Նա կարող է ուրախացնել, նա կարող է տխրեցնել, տխուր պահին լինել ընկեր, հոգևոր ընկեր։ Լինելով իր էությամբ ստեղծարար, ստեղծող ազգ, բացի նրանից, որ հայ ժողովուրդը կարողացավ ստեղծել պաշտպանական պարիսպներ, նա նաև պաշտպանեց իրեն հոգևոր, նա ստեղծեց մի շարք երաժշտական գործիքներ։ Դուդուկները մի ամբողջ ընտանիք են, ամենահարգված տարբերակը դա լյա դուդուկն է, այսինքն դուդուկի վրա տեղադրված է լյա մաժոր գամման։ Գործիքը նվագելու համար նախ պետք է գործիքը բերել ռեզոնանսային վիճակի,
Ես տիրապետում եմ մի շարք գործիքների սիրողական մակարդակում, գիթար, դաշնամուր, ակարդեոն, տհոլ, զուռնա, բլուր, պակու, դուդուկը որպես ժողովրդական գործիք արդեն անցել է այդ ժողովրդական սահմանը եւ դարձել է, կարելի ասել, փողային գործիքների մեջ ինչ որ հատուկ տեղ զբաղացնող գործիք, որը կարելի է նվագել ինչպես օրկեստրներում, խմբերում, ջազ խմբերում, ոչ միայն ժողովրդական, այլև ժամանակակից երաժշտություն։ Դա արդեն դուրս է եկել ժողովրդական սահմաններից եւ կարելի ասել առանցին դուդուկ գործիքների շարք է, ինչպես ասենք, պղնձափողային գործիքները, ինչպես ասենք, ջութակները, ինչպես ասենք, մյուս գործիքներ։ Ես շատ դրական եմ վերաբերում այն հանգամանքին, որ դուդուկը օգտագործվում է եւ ջազի մեջ, եւ ժողովրդական ստեղծագործության մեջ, եւ ամենուր, ուր հնարավոր է երաժշտություն նվագել, դուդուկը պատրաստ է եւ ուրախացնել, եւ տխրացնել, այնպես որ իմ համար շատ հաճելի է լսել այսօր մենք ներկայացնում ենք այս երաժշտական գործիքը իր բոլոր հնարավորություններով հանդերձ։ Այո, թուրքերը նույնպես ունեն նմանատիպ գործիք, ադրբեջանցիները ունեն նմանատիպ գործիք, վրացիները ունեն նմանատիպ գործիք, Պարսկաստանում կան նմանատիպ գործիքներ, նույնիսկ Չինաստանում կան նման գործիքներ։ Դա լավ է, դա բազմազանություն է, թող լինի։ Մերը մեր ձեռքից ոչ մեկ չի խլի, դա մերն է։ Իսկ որ ունեն իրանք, մեզանից են սովորել, լավ են արել, թող սովորեն։ Աշխարհին Աստծո տված է։ Դուդուկը բոլորովին էլ տխուր գործիք չի։ Դուդուկը կարող է այնպես ուրախացնել, որ թևերը կարող է բարձրացնել եւ հայը, եւ վրացին, եւ ռուսը, եւ իտալացին, եւ այդ հնչյունների տակ թռչկոտել, ապարել, ուրախանալ։